Սա շատ հուզիչ պահ է, որովհետև 7 տարվա դադարից հետո սա իմ առաջին քայլն է մարզական լրագրության մեջ։ Ֆեդերացիայի նախագահի գլխավոր մոտիվացիան վաղն է շարունակի նախագահ լինել։ Հա, ասենք մանավանդ հիմա ուշքումները ամեն ձև է տաթորը պահելն է։ Իրան հանել ակումբները չեն կարա, երկրպագուները ուզում են հանեն մեծ հաշվով այդ պահանջը տեղ չի ասնում, հետաքրքիր չի իրանց երկրպագուների պահանջը։ Քրեական գործը հարուցված, վերջը դժբախտ պատահար մահ ա եղել, ֆեդերացիայից ոչ մի մարդ չեկա, այդ որ ասում եմ 5 հայ կա եւ խաղացող 6 հայաստանցի կա, դուսը խաղացող, դուսը ամենտ է։ Եվրոպա չեմ ասում, 130 վրացի։ Հանրապետությունից մեր չեմպիոնության այդ տարի ֆեդերացիան որոշեց Ալաշկերտին փող տա։ Այս բան չկա աշխարհում, ֆեդերացիան որոշեց ինչ-որ գրանտ տա։ Հրազդանը վերանորոգելը ավելի թանկ է, քան նոր մարտադաշտ կառուցելը։ Դե հիմա այդ բանը, բամբասանք խոսակցությունն է։ Ողջույն ֆուտբոլային հանրությանը, News-am-ի եթերում ենք սկսում ենք նոր հաղորդում ֆուտբոլի մասին, խոսելու ենք համար 1 մարզաձևի մասին, չենք վերլուծելու, որովհետև դա կանեն մասնագետները։ Ավելի շատ կխոսենք ֆուտբոլում առկա խնդիրների մասին եւ եթե մեր հաղորդումը ինչ-որ կերպ կարող է ծառայել հայկական ֆուտբոլին, շատ ուրախ կլինեմ։ Ասեմ, որ ինձ համար շատ հուզիչ պահ է, որովհետև 7 տարվա դադարից հետո սա իմ առաջին քայլն է մարզական լրագրության մեջ, երկար եմ մտածում, թե ով է լինելու իմ առաջին հյուրը։ Եվ ճակատագրի բերումով այնպես ստացվեց, որ Շիրակ ֆուտբոլային ակումբի այս վերջին հայտարարությունները այնքան կարևոր էին, որ գտա, որ Արման Սահակյանը թիմի նախագահ, սեփականատերը պետք է լինի մեր առաջին հյուրը։ Բարև ձեզ, պարոն Սահակյան։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ ընդունեցիք։ Միջև կսկսենք, ուղղակի ասեմ, որ դավադրության այդ տեսությունները որ կան, որ աթոռակրվի եւ այդ թեմաների հետ կապված ասեմ, որ Արման Սահակյանը մեր հաղորդման հովանավորը չէ։ Եվ կարող է լինեն հարցեր, որ անգամ ձեզ դուրս չգան։ Հիմա սկսենք հենց հիմնական հարցից։ 6 օր առաջ Շիրակը հանդես եկավ հայտարարությամբ, որ ֆուտբոլի ակադեմիան, մանկապատանեկան ակադեմիան, որը մարզվում է ֆեդերացիային պատկանող կառույցում, այլևս հանձնում է ֆեդերացիային։ 1 տարի առաջ այնտեղ ողբերգություններ եղել, պատեր փլուզվել եւ մարդեր զոհվել եւ 1 տարի դուք անդադեմել եք ֆեդերացիային, որպեսզի հարցը լուծվի, բայց ոչ մի պատասխան չի եղել։ Ուղղակի ասեմ, որ News-am-ը նաեւ հարցում էր ուղարկել ֆեդերացիա, որպեսզի պարզաբանում ստանա պատասխաններ, որ նպատակահարմար չեն գտել այս բանին անդրադառնալ այդ թեմային։ Ինձ ավելի շատ ոչ թե հետաքրքրում է ով է մեղավոր, ինչ, դա մենք ընթացքում կքննարկենք, այլ ինչ է լինելու այն երեխաների 600-ից ավելի երեխա, եթե չեմ սխալվում։ Համարյա 700, հա։ Ինչ է լինելու նրանց ճակատագիրը։ Դե տեսեք, այդ ցավոք սրտի մի օրվա հարց չի, երկար տարիներ այդ խնդրը մեզ հուզել է, բայց ցավոք սրտի ոչ մի ձև ֆեդերացիա չկարողացանք բան ունենանք, փոխհմբռնում։ Իրական դա շատ բարդ չի հարցը, ինչքան է բարդ թվա, պարզագույն հարցը գույքը ֆեդերացիայի սեփականությունն է, պայմանագրով Շիրակին տրված էր անհատույց օգտագործման, այսինքն բոլոր ծախսերը Շիրակի վրա էր, բայց գույքը պատկանում էր ֆեդերացիային։ Հիմա այնտեղ հարցեր կար, սկսած նրանից, որ այդ արհեստական դաշտը արդեն 10 տարվա է եւ ֆիզիկապես մաշվել է, ամեն շատ վատ վիճակում է, որ քիչ արհեստական դաշտեր էլի ապետ եւ այլ բան չունենք, հա, ինչ որ մարզումային սենյակներ չունենք եւ այդպես լիքը հարցեր, ահագին երկար ֆեդերացիայի հետ բանակցել ենք, լողավազան չունենք, ի տարբերություն մյուս ակադեմիաների ֆեդերացիային մեր առաջարկը եղել է տվեք Շիրակ ակումբին որպես սեփականություն, մենք պարտավորվենք A. վերակառուցել, B. նոր բաներ սարքել, էլի այդ թվում լողավազան, բացօթյա Գյումրիում ընդհանրապես բացօթյա լողավազան չկա, էլի։ Լողավազան, բան, ջիմ, հա, հայերենություն ասում, մարզասրահ, հա, մարզասրահ եւ այլ, ու այդ բանակցությունները այդպես անպտուղ խոսացել ենք, ոչ մի բան չի եղել։ Իրանք ասում են, չէ, մենք տանք ձեզ վարձով, որի իմաստը ես չեմ հասկանում, այսինքն ես ասում եմ, դիմա բանով, կադաստրի վկայականով սպորտային կառույց է, որ դարավ Շիրակի սեփականությունը, դե ոչ հարսանյաց սրահ կարելի սարքենք, ոչ բան, ձեր մտահոգությունը ինչ է, 700 երեխա պարապում է, տվեք սեփականություն, որ մենք իմանանք ակումբինն է եւ տենց հիմնական ծախսեր անենք, թե չէ մենք հիմնական ծախս չենք անում, ընթացիկ ծախսեր ենք անում։ Եվ անպտուղ էս բանակցություններից հետո անցած տարի չէ, արդեն նախ անցած տարի դեկտեմբերի վերջին ուժեղ քամի ալնում քաղաքում
եւ մի մարդ այդ կամուս պատը սպարվելու համար պատի տակ ոնց որ կանգնում է եւ այդ պատը փլվում է այդ մարդու վրա ողորմի իրան եւ այդպես դժբախտ պատար եղավ որ պատկերացնեք sense պատը մի 30 մետր գրքի պես ընկել է եւ տարուկեսվա մեջ ֆեդերացիայից գոնե մի մարդ չեկավ մենք քրեական գործը հարուցված վերջը դժբախտ պատար մահ եղել ֆեդերացիայից ոչ մի մարդ չեկավ էլի ոչ մի քննարկում ում դեմ է քրեական գործը թե ֆեդերացիային է պատկանում դե հիմա ում դեմ է չգիտեմ ում դեմ է ես իրավաբան չեմ բայց քրեական դե մարդը մահացել ոնց քրեական գործ չունի քրեական գործ կա փորձագետները եկեն նայել են շենքերը բան հիմա ֆեդերացիայի գույքն է եւ ենթադրում նաեւ իրանց խնդիրները հիմա Այս արանքում է ոչ մի առողջ խոսակցություն չեղավ վերջին չանենք, այսինքն հիմա պատկերացեք պատերա մի հատ փլվել է, կարա էլի փլվի։ Նույնիսկ իմ իրավաբանները ինձ խորհուրդ էին տալի հենց անմիջապես այն վաղ փակել, որովհետև հաջորդ պատահարը արդեն մեր դեմ առնելու քրեական գործ, որովհետև մենք եթե չգիտեինք այդ վիճակի մասին, դեպքից հետո իմացել ենք։ Եվ այսքան ձգեցինք, որպեսզի ինչ որ մեծ լուծման գանք, լուծման չեկանք։ Հիմա իրանց պատկերացումները ես չեմ հասկանում, այսինքն Միջնի ուրիշ թմերից եմ խոսում, բայց Նոան գնել է Ակադեմիան ֆեդերացիայից։ Ես այդ չեմ հասկանում, չեմ ողջունում եւ իմ համար անբացատրել է, այսինքն UEFA-ն որոշել է բարեգործական ծրագիր անի Հայաստանում կամ չգիտեմ, բարեգործական ինչ, Էջմիածնում կամ Գյումրիում սարքի ակադեմիա, հիմա ֆեդերացիան դե ի՞նչն է ծախում ակումբին։ Ֆեդերացիան անշարժ բան է, կառուցապատող է, ինչ է ուրիշի փողերով սարքի, ծախի ակումբի, դե առնել ծախելու բան չկա, հասկանում եք, ակադեմիան ասենք որևէ շահույթ չբերող է։ Բայց ակադեմիան էլ էր, չէ՞ ժամանակին։ Դե խոսակցություն կար, հա, բայց ասենք հիմա ախր հասկանում եք, մեկը շենք է սարքում, բնակարաններ է ծախում, հասկանալի է։ UEFA-ն փող է տալիս Գյումրիում ակադեմիա, որ լինի, որ Գյումրիի բաները, պատանիները պարապեն, հիմա դե ֆեդերացիան ինձ ինչ ծախի, կամ ես ինչ առնեմ։ UEFA-ն սարքել է, լավ արել, մենք օգտագործում ենք ինձնից որպես ակումբի սեփականատեր պահանջվում է թե ապահովել ինչ-որ պայմաններ, հա, ասենք կոմունալ ծախսեր, մարզիչներ, գնդակներ, տրանսպորտ եւ այլ եւ այլ։ Հիմա Գյումրիի մեր ակադեմիան Հայաստանի ակադեմիաներ, որ ձրի էր։ Եթե Երևանում ակադեմիաներում կան փողով եւ ձրի խմբակներ, մեր մոտ տոտալ ձրի էր, այսինքն 700 երեխա ձրի պարապում էր, ճամփորդում էին Հայաստանում ճանապարհին, չգիտեմ, հաց էին ուտում, պետք էր լինում հյուրանոց էին մնում, տենց սա Հայաստանը ֆռալով ինչ որ նորմալ առողջ աուրա էր եւ լավ է կադրեր ունեինք երևի, բայց ցավոք սրտի եղավ էս հիմա, այսինքն այդ փորձագետների կարծիքով ակադեմիան շահագործման ենթակա չի եւ կապիտալ ծախսեր է պետք անել։ Հիմա ինչ է լինելու այդ երեխաների ճակատագիրը։ Դե օրենքի ֆեդերացիայի կանոններով Շիրակը 8 թե 9 ակումբ 9 թիմ պետք է ունենա։ Այդ թեմերը բնականաբար մենք ունենալու ենք եւ դրա միակ լուծումը որ ֆեդերացիան արագ վերանորոգում կատարի, որ այդ անվտանգային պայմանները ակադեմիայի բավարարեն, նոր սկսեն պարապել։ Ձեր հայտարարությունից հետո ոչ մի արձագանք չի եղել, ոչ մեկ դուրս չի եկել։ Այսինքն սենց է եղել, ավելի դե հիմա դուք եք ոլորտի մարդ, ես ճիշտ ասած ֆուտբոլի մասին վերջի ժամանակներ չեմ խոսում, ճիշտ է հրավերն շատ է եղել, բայց քանի որ դուք որոշել եք հաղորդում անեք, դրա համար ձեզ մերժել չէի կարա։ Հիմա նայեք, մենք քաղաքակիրթ բանը փորձել ենք բարել, նամակ ենք ուղարկել ֆեդերացիային։ Ֆեդերացիան մեզ պատասխանել է, որ այո, հանձնաժողով ստեղծենք, չգիտեմ, ինչ անենք, այդ բանը անենք, հա։ Ռուսեն ասած պրիոմ սդաչան։ Դրանից հետո ինչ որ ռուսական սայթում հայտնվում է հոդված, որ Շիրակը դիմել է ֆեդերացիային, որ ակադեմիան հետ տա, որտեղ ֆինանսական խնդիրներ ունի եւ լեգենդար ակումբը փակվում է փող չունենալու պատճառով, էս ինչ վատ բան եղավ, դե բացարձակ սուտ է։ Ու այդ սուտը տարածել է ֆեդերացիան։ Այսինքն ես գիտեմ, որ նամակ եմ գրել, իրանք գիտեն, որ նամակ են գրել։ Քանի որ դա ուշտեշուտ հրապարակային էր դառնալու, տենց արտահոս կազմակերպեցին, վայ, ասենք, այս ինչ վատ բան ալնում, փակվում է, փող չունեն, ակադեմիան հետ են տալի։ Տենց չի։ Ակադեմիան մենք հաճույքով պահել ենք, ոչ մի խնդրեմ չի եղել, բայց ակադեմիայում շատ վատ դեպք է եղել, հասկանում եք, չէ՞, ինչ է եղել հիմա, եւ տենց դեպքեր ցավոք սրտի էլի կարան լինեն, դրա համար իրանք շենքնա, դոգան բան ունեն,
թողան վերակառուցեն։ Շենքը 15 թվականին էր, չէ՞, կառուցվել։ 14-15։ 10 տարում հնարավոր էր այդքան վատ կառուցել, որ Դե հիմա չգիտեմ, ամեն դեպքում մենք միայն պատը չէր, այնտեղ ամենտեղ դե վթարայիններ կա, հա, էլի վթարային բաներ կա, բայց դե պատը սարսափել է, պատկերացնում եք պատը sense, չգիտեմ, այդ ֆոտոն կամ վիդեո տեսել եք, հա, ամբողջությամբ շուռ է եկել քամուց, հիմա հաջորդ քամուց կարող ուրիշ պատ շուռ գա։ Իսկ կրթական օջախ է, այսինքն տենց շարունակելը մեր կողմից է բանալնում, էլի։ Ոնց ասեմ, հանցավոր բան։ Եթե ֆեդերացիան չվերանորոգի, ստացվում է, որ երեխաները չեն մարզվել։ Ես քրեական գործի մանրամասնեն չգիտեմ, բայց քրեական գործի տրամաբանության մեջ իրավաբանները ասում են, դուք չանեք բաները ձեզ իրավաբանները ստիպելու են փակել։ Այսինքն ցավոք սրտի տենց է։ Իսկ մինչև 15 թվականը որտեղ են մարզվել երեխաները։ Մինչև 15 թվականը կար Գյումրու ֆուտբոլի դպրոց, որը վատ վիճակում ուներ, շատ դե էինք մարզում, հետո դրանից հետո եկանք ակադեմիա ու ինչ ճիշտ է, ակադեմիայից մենք շատ բան ենք, օգուտ ենք ստացել, էլի, այսինքն նորմալ պայմաններ ունեցանք, համեմատածները հրաշք պայմաններ ունեցանք եւ տենց սերունդ մեծացավ, այսինքն հիմիկվա 18 տարեկան ֆուտբոլիստները 7 տարեկան այդ ակադեմիա ընդունվել են մեր օրոք արդեն, հիմա ավարտում են ու տենց լավ որակով կադրեր ունենք, դե ֆեդերացիան այդ ցախ կադրերին տան բկմա ու չի խաղացնում։ Այսինքն դա երկրորդ խնդիրն է, ակադեմիան ավարտում են, Շիրակ սկսում են խաղալ, հենց Շիրակ սկսում են հիմնական թիմում խաղալ, գնում են բկմա եւ մի տարի-տարուկես ֆուտբոլ չեն խաղում, տենց ինչ ասեմ, տենց հրաշալի աուրայի մեջ ապրում ենք, էլի։ Երևանյան մի քանի ակումբներ նույն Փյունիկը ժամանակին միայն անվճար էր, հետո հասկացան, որ պետք է նաև վճարովի տարբերակը չեք դիտարկել։ Դե հիմա նշուր չենք քննարկի, նայեք, մեր մոտ հարց է չի, նախ Գյումրին փոքր քաղաք է, տես մի քիչ դժվար է բոլորը իրար գիտեն, ծանոթ, բարեկամ բան, այսինքն արդարությունը պահել վճարովի անվճարի միշտ մտածել ենք դժվար է, հետո ասենք ընդունենք 3-400 երեխայի վճար պիտի տան, այդ վճարով նես չի, որ մեր սաղ ծախսերը հոգալու ենք, դրա համար որոշել ենք տենց։ Մեր իդեան հետևյալն էր, եթե լողավազան լինի, մարզասրահ լինի, դրանց մեջ կոմերցիոն մասեր կարան լինեն, ինչ որ ակադեմիայի համար ֆինանսական մուտքեր տեղից կարանք ապահովենք, թե չէ, նենց, այսինքն մեր ակադեմիայում ավելի շատ երեխա է մարզում, քան բոլոր սպորտերում իրար հետ Գյումրիում։ Կան չգիտեմ, բան Երևանյան բյուջեով սպորտեր կան, մարզային բյուջեով սպորտեր կան, նկատեմ, ասենք սպորտի դպրոց կա պատկանում է Երևանի նախարարությանը, սպորտի դպրոց կա Գյումրու քաղաքապետարան, մեր մոտ ավելի շատ երեխա է մարզում, քան այդ ցախ տեղերը իրար հետ։ Ու ձրի, ու ոչ մի ծախս չի հոգում, ոչ մի բանով առանձնապես չի օգնում, այսինքն 10 տարի այդ բեռը մենք պատվով տարել ենք, ոչ բողոքել ենք, ոչ բան, հակառակը, մենք ասում ենք տվեք մեզ, բան անենք, սարքենք։ Իրանք ասել են առեք մեզնից փողով։ Ես ասեմ ինչ առնեմ։ Կամ առնեմ որպես ինչ ասենք, մեզ չի որ դուք եք սարքե փող եք դրե կոմերցիոն հիմնարկեք, ես ձեզնից պիտի առնեմ այդ փողն ինձ վերցնեք, չգիտեմ ինչ անեք։ Տվեք ինձ ես պարտավորեմ սարքեմ, չստացվավ այդ խոսակցությունը, այս դեպք եղավ։ Ցավոք սրտի վատ է, մեր համար հեշտ որոշում չի, ճիշտ հասկացեք, այսինքն ակադեմիան ոնց որ Շիրակի տունն է, ընդեղ է, սաղորը թիմը ընդեղ է, մենակ գլխավոր թիմը չէ, բոլոր թիմերը։ Հիմա տեսնենք, այդ խոսակցությունների մեջ եղել է, որ եթե հետ տակ, ոչինչ հետ տվեք, Շիրակի թիմերը կարան դե պարապեն, կա այդ նամակները, հուսով եմ կեսից չեմ փոխի, որովհետև ամեն ինչ իրանց սպասելի է, կարող է իմ ակադեմիան դառնա ֆեդերացիային, ասեն դե Շիրակից դե չի կարա պարապի, կամ պետք է ինչ-որ աստղաբաշխական վարձեր տա, էլի։ Այսինքն տարբերակը, որ ձեր 8 թիմերը կարող պահեք։ Դե 8-ը պարտավոր ենք պահենք, մնացածը։ Դե հիմա տեսնենք ոնց կավարտվի, էլի, բայց ամեն դեպքում հարցի լուծումը հետևյալն է, կապ չունի ումն է, վերանորոգել է պետք։ Իմ կարծիքով արդարա սեփական տերը վերանորոգի։ Ով որ սեփական տերն է, այն է վերանորոգի, վարձակալի վերանորոգելու չի, էլի պատերը։ Դրա համար տեսնենք։ Այսինքն հիմա իրանք պետք է պատասխանեն ինչ են անում, մենք մեր ասել ենք, էլի։ Եթե հոդվածները իրանք չգրեին, մենք ասես չենք հանրայնացնի, հետո ասեմ, էլի։ Այս հաճելի թեմա չի բարձր խոսալը։ Դե ամեն դեպքում դա ջրի երես դուրս կգար, որովհետև ծնողները եւ երեխաները։ Վերջին տարիներին Շիրակ ֆեդերացիա, հա, այդ արճակատումը շատ է խոսվում։ Եղել է վերջին 8 տարիների ընթացքում, որ ասեք, որ ֆեդերացիան դες աջակցել է լավ բաներ, որ եղել են այս նոր ղեկավարության օրոք։ Ամենանոր, հա, Մելիք Բեկյանի օրոք։
Այո։ Հա, Վանեցյանի։ Վանեցյանի օրոք մի անգամ խաղ են դրել Գյումրիում, բանի երիտասարդականի։ Այդ խաղն է հաղթել են, դրանից հետո այլ խաղ չեն դրել ու ոնց որ ինչ խաղացել են, բարդվել են։ Կարող է եւս մի հատ հաղթել են, այսինքն վերջի հաղթանակը Գյումրիում էր, հետո 3-4 տարի, ու կարող մի հատ է հաղթել են։ Այդ մի բանն է եղել, ուրիշ բան չէ, դե մեր մոտ շատ եմ այդ մասին խոսացել, ուղղակի չեմ ուզում խոսամ, բայց հա, հարաբերությունները կարելի ասել անառողջ է, Շիրակը խորը փորձում են անտեսեն, այսինքն որևէ կոմունիկացիա չկա, իրանց արտասահմանցի մասնագետները չեն գալի, իրանց մարզիչները չեն գալիս, իրանք չեն գալիս, Մելիք-Բեկյան Արմենը այդ ակադեմիայում չի եղել։ Օրինակ Հայաստանի միակ ձրի ակադեմիան է, որ դե 700 երեխա պարապում է, մարզային ամենամեծ ակադեմիան է, բայց ոտ չեն դրել։ Ուրիշ աշխատակիցներ ֆեդերացիայի եղած կլինեն, այն բաներ ունեին, թանկ վարձատրվող իսպանացիներ ունեին, նրանք չեն եղել, վերջերս երկու բելգիացի էր եկել, այդ եղել է, այս 7 տարվա մեջ երկու բելգիացի են եկել, ու ոնց որ մարզիչներն մեր բավական գոհ էին, չէ, ոչ մի կոմունիկացիա չի եղել, այսինքն այդ մեր տարբեր տարիքային թիմեր չեմպիոն են ելնում, լավ արդյունքներ են ցույց տալի, ոչ մի մարզիչ մեզնից ոչ մի հավաքականում չի ներգրավել, չկան 15-եր, 16-եր ամեն տեղ մարզիչ տեղակալ, 3 հատ տեղակալ, երբեք գյումրեցի ոչ մի մարդ վերջին եղել է Վարդան Բիջախչյանը 2010 թվին 19-ների հավաքականի երկրորդ մարզիչ, ուրիշ գյումրեցի մարզիչ որևէ ֆեդերացիայի որևէ կառույցում չի եղել։ Տենց, աջակցություն չէ ինչ, գնդակ են ոնց որ մյուս թմերին այնց եմ երևի գնդակ են տալիս տարին մի քանի հատ, բայց ակադեմիային որևէ գույք կամ որևէ բան չէ, երբեք։ Ձեր մասին երբ խոսում են ձեր անձի շուրջ, մի անգամից որ դուք ուզում եք դառնալ ֆեդերացիայի նախագահ, դա անգամ Ռուբեն Հայրապետյանն էր ասում իր վերջի տարիներին հարցազրույցներում, հիմիկ վաղ ղեկավարությունը անդադար ձեր թեման շոշափվում է, որ դուք աթոռակռվի եւ ֆեդերացիայի նախագահ դառնալու մոլուցք ունեք։ Դուք երբևէ ցանկացել եք դառնալ ֆեդերացիայի նախագահ, ցանկանում եք եւ եթե ցանկացել եք, ինչի՞ չեք առաջադրվել երբևէ։ Դե որ շատ ցանկանայի առաջադրվել էլի երևի, այդքան ընտրությունները որտեղից էին գալի, որ դուք ժամանակին Շիրակը շատ բան էր, Շիրակը շատ բան թիմ էր էլի, արդյունքները շատ լավն էին, Շիրակի մասին շատ էին խոսում, փառքը շատ էր բան, այդ վաղ այդ խոսակցությունները ստերեցին, դες տարածվեցին, հետո դե ես վերջի շրջանում եմ միշտ կա, ես անկեղծ ասեմ, դրա համար վերջի հարցազրույցներին անցած տարի մի քանի հատ հարցազրույց եմ տվել, հաշվեշտել եմ, որ տենց բան չունեմ, տենց նպատակ չունեմ, որովհետև հետո մանիպուլյացիա է արվում, էլի, ասենք, ասում են սենց, որովհետև սենց բան, հիմա էլ ոնց ասեմ, քանի ինտերվյուում էդի հստակ ասել եմ։ Պրոբլեմը գիտեք ինչն է, որ ֆեդերացիայի նախագահի գլխավոր մոտիվացիան վաղն է շարունակի նախագահ լինել։ Հա, ասենք, մանավանդ հիմա ուշքումները ամեն ձև է տաթորը պահելն է։ Հա, թեխի հիմա բոլոր իրանց կարծիք կարան 1000 պատճառով եւ բնականաբար իրանք լարվում են հայկական ֆուտբոլում ցանկացած լուսավոր կետի վրա։ Հա, այսինքն ակումբ կլինի հաջող ելույթ կունենա, հայ մարզիչ կլինի հաջող կլինի, հայաստանցի ֆուտբոլիստ հաջող կլինի, այդ ամեն ինչը այլանդակ խանդի տեսարաններ առաջացնում, որովհետև բոլորի մեջ տեսնում են պոտենցիալ իրանց աթոռին հավակնող, չէ, այսինքն մի հատ այնց օրենքներ են անրել, որ պետք է ֆուտբոլի մեջից այդ մարդը լինի, այսինքն փողոցից կամ ինչ-որ հարուստ բիզնեսմեն, բանկեր, չգիտեմ, X նախարարը չի կարող գա ֆեդերացիայի նախագահ ըստ իրանց օրենքների։ Եվ պոտենցիալ իրանք ինչ-որ 5-6-10 մարդ են տենում կամ 3, որ կարա այդ աթոռին հավակնի եւ դրա պատճառով էլ արվում են սաղ այդ։ Այսինքն անառողջ մթնոլորտ է հայկական ֆուտբոլում, այդ պաշտոնի մասին է, որովհետեւ իրանք մտածածին բաներ ունեն, թշնամիներ եւ այդ թշնամիների դեմ անողոք պայքարում են, որը մենք մյուս թմերի հետ է կա, էլի, ինձ չի որ մենակ մեր հետ կա։ Այսինքն եթե թմիտերը ակտիվ է անմիջապես մասնակցում է, դե թմիտերեր կան Ռուսաստանում են ապրում կամ գիտեք դուսը, ես չեն գալի գնում կամ ֆուտբոլում ներգրավված չեն, այդ թմերը իրանք լավ են, որովհետեւ շուտ տնօրեն կա, որ տնօրեն իրանց հետ ուզում լավ լինի, իրանք նրանց ջերմ ապրում են։ Մեկ խարիզմատիկ ցանկացած բանի հետ, ցանկացած ակումբի նախագահի հետ ուշ թե շուտ դառնում են թշնամի։ Ում հետ է հիմա թշնամի չեն, այդ մարդիկ գիտեն տենց լավ ալնելու, ես
վստահեցնում եմ իրանց, այդ խնդրեմը իրանց մոտ էլ է գալու, էլի, որովհետև ցավոք սրտի տենց է, ասենք, ես ֆուտբոլը լուծումը, որ ֆեդերացիայի նախագահան ցմա ընտրվի եւ տենց այդ վախերը մեջից դուրս գան, որ ինչ-որ մեկը հավակնում է, կենտրոնանա գործի վրա, թե չգործը թողած սաղուրը վհուկների որս է, էլի։ Ասենք, այն ինչ-որ եղավ Սողոմոնյանի հետ խայտարակություն եմ կարծիքով։ Չալոյանցի հետ իրանց պահվածքը խայտարակություն է, ասենք, այդ բանի վախ, նիստի վախ, որ ինչ-որ մարդը ռուսերեն է խոսում, հայ է։ Ձեր հավաքականը հայերեն չեն խոսում, այդպես հայոց լեզվի պահապաններ եք դառը, մարդը Ռուսաստան փող աշխատե բերը Հայաստան ծախսում է, դուք այդ մարդու հետ դիշ կամ նույն Սողոմոնյանի հետ այդ բառերը, բանը, նույն Սողոմոնյանը դուրսը մարդը աշխատում է, բերում Հայաստան, վստահ եմ իր կարծիքով բարեգործություն անում, ֆուտբոլի թիմ է պահում, շատ մեծ գումարներ։ Հիմա նեղացրին լավ բառ չի, լավ ջղայնացրին այդ մարդուն կամ հիասթափեցրին, թողեց դուս եկավ դրանից ով շահեց, մենակ իրանք որ այդ ցավոք սրտի այդ ստրուկտուրայի մեջ է խնդրեմը եւ այդ ընտրվելու անվերջ ցանկության էլ։ Իրանք որ ասում են մենք պատրաստ ենք գնալ, հո աթոռի համար չենք, բայց մարդ չկա։ Ինչու՞ մա բազադերշկեն։ Այդ հարցի պատասխանը ոչ ոք չգիտի։ Ում եք տեսնում։ Կամ կա մարդ, որ դուք պատկերացնում եք, որ կարող է։ Վերք անկեղծ խոսանք էլի։ Հիմա ֆեդերացիան ես դրա դեմ պայքարում էի, մի 3-4 տարի առաջ այդ կռիվն էր շատ, օրինակ մյուս ակումբի նախագահները ուշադիր չէին ու դրա համար հիմա այն ինչ որ կատարվում է եղավ, իրանք մաքրին այդ ցանկերը, թմերին հանին, թազա թմեր բերին, մենք դրա դեմ պայքարում էինք էլի, երևի միակն էինք։ Այսինքն այդ ընտրովի պաշտոն չի, այդ հեքիաթ է, որ ընտրովի պաշտոն է, այդ նշանակովի պաշտոն է իշխանության կողմից եւ ասենք իշխանությունն է պետք է հանի կամ վերջում մեծ հաշվով Ռուբեն Հայրապետյանը որ ինտերվյուում մի անգամ ասում էր որ պետք է իշխանության հետ շատ լավ լինի ֆեդերացիայի նախագահը, ես այդ կարծիք կիսում եմ, որովհետեւ ամեն դեպքում քաղաքապետեր, մարզպետեր, նախարարներ, ֆեդերացիան մեծ ծավալի աշխատանք է, պետք է կարողանա անի եւ ընտրություն չկա, ասենք, հիմա որ ինձ ասում եք ում եմ տենում, ինչ կապ ունի ես ում եմ տենում։ Այսինքն իմ տեսածը ոչ մի ձև կամ եթե տենում եմ կամ չեմ տենում, ընտրություն չկա, այսինքն մարդիկ չեն ընտրվելու, էլի։ Դե չգիտեմ, կան կամ չկան, բայց այդ մարդը մեկ ֆիքսեք էլի, այդ 23 ձենա, 24 ձենա չի ընտրվելու։ Ընտրություն չկա, այդ ձեները չկան, այդ բան են, կիսա fake կառույցներ են կամ fake կառույցներ են, հիմա ոնց որոշվի, տենց են ընտրելու են։ Այսինքն ընտրություն չկա, մոռացեք, ընտրություն չկա, իրան հանել ակումբները չեն կարա, երկրպագուները ուզում են հանեն մեծ հաշվով այդ պահանջը տեղ չի ասնում, հետաքրքիր չի իրանց երկրպագուների պահանջը, սենց վիճակ է։ Լավ, հարցը սենց ձևակերպեմ։ Դուք ինչ որ մարդ տեսնում եք, որ այդ պարտականությունը, պատասխանատվությունը կարող է։ Անկեղծ որ ասեմ, ես դրա մասին չեմ մտածել, որովհետև նորից եմ ասում, մի բանի մասին մտածել, որ ինձնից կախված չի, ասենք տեսնում եմ եւ չեմ տեսնում, որ կենտրոնամ կարամ անունները ասեմ, բայց այդ մարդուն պետք է իշխանություն տեսնի, որոշի կամ իշխանությունը պետք է համարի, որտեղ խնդրեմ կա, սկսենք լտեից, այսինքն խնդրեմ կա, այդ խնդրեմը լուծում է ուզում, ոնց են մտածում, չգիտեմ ես։ Եթե խնդրեմ տնային, երևի լուծված կլներ, էլի, այսինքն երևի խնդրեմ չկա, էլի։ Դա էր պատճառը, որ նախորդ ընտրություններում դուք Արազին Այս Արազին հանդիպել եմ, միտի գաղտնիք չի, իստում Արազը չի նեղանա, որ դա ասեմ, ինչ-որ բանը չեմ ասում։ Ես Արազին բարձ ասել եմ, որ 2-3 ձենս հավաքելու եւ ինձ 4-րդը կամ 5-րդը լինել հետաքրքիր չի։ Հիմա ես ուրիշ բան եմ առաջարկել, ինչ եմ առաջարկել, հիմա չհանրայնացնեմ, բայց հանրայնացրեք, մենք էլ իմանանք։ Ես Արազին ասել եմ, լավ, հանրայնացնեմ, ասել եմ միակ ձևը ակումբները հայտարարեն, որ չեն խաղա Մելիք-Բեկյանի օրոք։ Բան ասնես ներկայացնում Ուրարտուն։ Գնա Փյունիկ, Ուրարտուն, Շիրակը, թեկուզ 3 ակումբը ասեն, այս մարդու օրոք մենք չենք խաղալու։ Տենց է փոխվում Հայաստան Ֆեդերացիայի նախագահ, ուրիշ ձև չի եղել։ Հիմա այդ առաջարկը տեղ չասավ ըստ երևույթին կամ չողջունվեց, հիմա ինձ ասենք 20-ով 3, հա, 20-ով 3, 20-ով 4 որներ ինչ էր դրանից փոխվում։ Այսինքն ճիշտ է, ասեցիք, մենք այդ ընտրության չենք գնացու, դե ընտրություն չկա։ Չկա ընտրություն, հիմա Արազը ինչ որ մի փուլի հասկացավ, որ չկա ընտրություն, դե ինչ կապ ունի Արազը ինչ ծրագիր ունի կամ մյուսը ինչ ծրագիր ունի, ընտրողներ չկան։ Բաներ են, թղթապանակներ են։ Այդ օր այդ մարդիկ գալի, ընտրում, էլի գնում են իրենց գործերով են։ Բոլորը երբ որ հայկական ֆուտբոլի լավ
այսպես լուսավոր կետերի մասին էր խոսում, դա ակումբային ֆուտբոլն է, որ 18 թվականից այս կողմ Փյունիկը եւ Արարատ Արմենիան սկսեցին մի քիչ լավ հանդես գալ, հետո արդեն Եվրագավաթների ֆորմատը փոխվեց եւ կոնֆերենցիաների լիգայով արդեն ակումբները խմբերում են խաղում, բայց դա ոնց որ անհատների, ներդրման արդյունք է։ Հավաքականն էլ մի քայլ առաջ, երկու քայլ հետ, այդ մեխանիզմով անդադար նույն բանն է։ Լավ բաներ լինում են հայկական ֆուտբոլում։ Կարող ենք ասել, որ ռեգրես չենք ապրել։ Չէ, դե ոնց չենք ապրել, հաստատ ապրել ենք։ Ախր այտենց չի լինում։ Հիմա գիտեք ոնց չէ մարդիկ թեզեր են մտցնում բան, այտենց օրինակ մեր մոտ հավաքականները վատ են, բայց ակումբները լավ են, չէ՞, այտենց հա խոսում են, ասենք հիմա ինչ նշանակում է ակումբները լավ են, ակումբներ կան։ Ես կներեք, ես շեշտեցի, որ դա անհատների, այսինքն մի քանի մարդ իրենց անձնական գումարներ ներդնում են, դա նախ փոխվելա բանը, փոխվելա UEFA-ի ֆորմատը, այսինքն կոնֆերենցիաների լիգա է ստեղծվել, ժամանակին դա չկար։ Հա, այն հին Փյունիկն է կանցներ, դե Շիրակն է կանցներ, Փյունիկը շատ ավելի շատ կանցներ։ Նոր ֆորմատ ա եղել, որի արդյունքում տենց ինչ որ թիմը անցնում է, ընդունենք ինչ որ գումար հետա բերում այդ թիմը, շատ լավ է այդ թիմի համար, ինչ որ բալանսը դզում են, հա։ Հիմա ադրբեջանական ֆուտբոլ կա վրացական ֆուտբոլ։ Ադրբեջանական ֆուտբոլում այդ թիմերը հա ինչ որ տեղ են հասնում, վրացական ֆուտբոլում հավաքականներն են տեղ հասնում։ Հիմա որ երկրպագունը ավելի երջանիկ։ Հիմա ինչքան Ադրբեջանը չենք հետևում, բայց տեսել եք, որ Բաքվի փողոցները, բալեշիկները հելնեն տոնեն ինչ որ հաղթանակ չի եղել, չէ՞, Վրաստանից կադրեր անվերջ տեսնում եք, էլի հիմա ինչ որ թիմ ունեն, չէ՞, Նեֆչի, Ղարաբաղ, բան, տես թիմեր ունեն, որոնք հաջողության են հասնում։ Այդ երկու մոդելը կա, չէ՞, այսինքն այս ճուր շատ մոդել կա վրացիկին է, որ ակումբները թույլ են, ասենք Դինամո Թիֆլիսը Տոտենհեմին 7-0 կրվում է, բայց վրացի ֆուտբոլիստներով, ուտից հետո ֆուտբոլիստներ են հայտնվում դուրսը, այդ ֆուտբոլիստները Եվրոպա են խաղում, մեր դեմ են խաղում, տես փայլուն ինչ տոներ, չէ՞, վրացից։ Երևան եք եղել, որ եկան վրացիկ երևի, չէ՞։ Ես դե Թիֆլիս չեմ գնացել, բայց վրացիկին Երևանի փողոցներում տեսել եմ, երջանիկ հասարակություն։ Այսինքն աղջիկ տղա հազարավոր եկան, հաղթին, գնացին, հետո են դե հաղթին, այսինքն հիմա ինչ պարզ չի, որ մոդելն է ճիշտն, իսկ հիմա ակնհայտ է, էլի, հիմա մենք մեզ չխաբենք, ինչ որ ակումբ անցավ լավ արեց, փող աշխատեց Երևի լավ է, ված չի, ինչ բարձր լավ է։ Հարցը ուրիշ բանում էր, բայց նույն հավաքականի հետ կապված, երբ որ մեր հավաքականներ լավ խաղում 12-13 թվականներին, ինձ թվում է այդ ժամանակ에 չէին կարող ասել, որ մեր ֆուտբոլը վերելքում էր։ Մի քանի անհատների, Յուրա Մովսիսյանի, Մխիթարյանի եւ Չէ, դե հիմա ամեն դեպքում աուրան շատ ուրիշեր են, բայց ես այդ վաղտ եմ մտել ֆուտբոլ, չէ, 10 թվին եմ մտել ֆուտբոլ, շատ դրական աուրա է։ Աուրան այո, բայց ֆուտբոլի մակարդակը ֆուտբոլը զարգանում է, մենք այդ վաղ Շիրակն էր ուժեղ ֆուտբոլիստներ, փորձել ֆուտբոլիստներին դուրս ճամփել, ինչ որ շարժ սկսավ հայկական ֆուտբոլիստ կատեգորիա առաջացավ Ուկրաինայում, Ռուսաստանում, թեկուզ սկսին հայկական ֆուտբոլի։ Հիմա այս վերջերս 3-4 մտ հոդված էի կարդում 100 երկրի բանա, 100 երկրի անալիզա տրանսֆերների Հայաստանը 98-րդ տեղն է։ Այսինքն 2025 թվին հայաստանցի ֆուտբոլիստ Հայաստանից դուրս խաղում է 6 հոգի։ Ասենք եկե հասել ենք դե էլի 98-րդ տեղն ենք, դրա ինչն է լավ։ Դե այն վաղ գոնե ինչ որ տրենդ կար, շարժ կար, այսինքն այդ Պակալենյաներ թվում էր, հետո էլի Պակալենյա կլինի, հետո եղավ։ Հիմա հավաքականում 3-4 հայաստանցի են խաղում, այդ Պակալենյայից են էլի Վարազդատ Հարոյանը Կամոն բան, այդ հենոյենցից մի հատ հետո մի հատ է Փյունիկը ջայլ սերունդ տվեց, այդ են հիմա դրանցից հետո էլ մարդ չկա։ Նու լավ, չվիրավորենք ոչ ոքի, կան, բայց չենք տեսնում հաջողություն իրաց մաղթենք բան, բայց համոզիչ մարդ չկա կամ չեն գտնում կամ չգիտեմ։ Այսինքն ցավոք սրտի վատ է։ Իրական վատ է, ես ինտերվյու ոչ պատրաստում էի տալ, ոչ բան, որովհետև ես մի բան ձեզ պատմեմ, ես վերջերս ընկերներից մեկ ասում ինչ որ ծանոթ է եկել հանդիպել է իրան, ասել է որ իմ ինտերվյուն է նայել, դիշ լավ բացատրում է ոնց է ինչա դեսդեն ու հասկացել է որ հույս չկա երախոն ֆուտբոլից հանել է։ Անկեղծնս վատ զգացեցի, իմ խոսալու իմաստը չէր բան։ Ասում եմ չէ ինքդ ինձ վստահ որ էլ համոզվել է գնացել տղուն ասել է բեր Թարգի ֆուտբոլը այդանք ուրիշ բանի մասին ուզում եմ ասեմ, հիմա չեմ ուզում տենց բաներ տարածեմ, տրամադրություններ, բայց Հանրապետապես ուրախանալու առիթներ չկա էլի։ Իսկ փորձել եք ձեր մեջ անալիզ անել, թե ինչի է դա կապված, որ այն ժամանակ երբ
պայմանները շատ վատ էր, դուք եք հիշեք, ես էլ եմ հիշում, ինչպես էին մարզվում նույն Հենում, Փյունիկի ակադեմիան ինչ վիճակում էր, հիմա կան շատ ավելի լավ պայմաններ, բայց մենք չունենք սերունդ, ոչ ոքին չնեղացնենք, կան իհարկե տաղանդավոր երեխաներ, բայց որ նայենք մեր երիտասարդական հավաքականները ու ընդհանրապես ձեր նշած հավաքականում քանի տեղացի հայ է խաղում, ինչի է հիմա, որ սենց Հրաժան ինձ թվում է այդ խնդրեմ շատ խորն է Հայաստանում, կարող ուրիշ ոլորտներում էլ է տենց, բայց ֆուտբոլում շատ խորն է, որովհետև հիմա որ իրար հետ գնանք հայկական ֆուտբոլի ակադեմիաները 17 տարեկան երեխեքին հարցնենք, որ դες դու լինելու 5 տարուց, ինձ թվում է արդեն ոչ ոք չի ասի, որ ես Լիվերպուլում եմ լինելու։ Ինչ որ մթնոլորտը եւ եղած չեղածը կոդրում է մարդկանց երազանքները ցավոք սրտի, էլի, այսինքն 13 տարեկան կավասաղ մտածում են իրանք Յուվենտուս են խաղալու, բայց հասնում են 17-18 տոտալ հանձնվում են։ Ֆեդերացիան հենց այն ֆունկցիան պետք է անի, որ այդ երեխեքը չհանձնվեն։ Այսինքն գիտեք, որ եթե ֆուտբոլիստը սպորտսմեն, ֆուտբոլիստը չմտածի ինքը, որ մի օր հասնելու է, չգիտեմ, Ինտերում խաղա, ինքը կյանքում չի հասնի, որ Ինտերում խաղա, չէ՞, հասկանում եք, այսինքն այդ մարդը երազանքով պետք է ապրի ամեն օր իր վրա աշխատի, հենոն փայլուն օրինակ է, էլի։ Բայց մեր մոտ այդ աուրան խախտված է, այսինքն 17 տարեկանների հավաքական նետվում են, սկսում են 7-0 պարտվել, 8-0 բոլորին, հետո այդպես են 19-ներ սկսում են պարտվել, հետո այդպես են բկմա, անհասկանալի բկմա, չգիտես ինչով են զբաղված, հետո այդ են գալ իրանց ակումբներ, արդեն ուշացած, արդեն դառնում են 21 22 փլի իրանց ակումբում տեղ չեն ունենում ու այսպես քանդվում է, էլի։ Այսինքն երազանքները բան են լինում, էլի, Հայաստանում ջարդվում են ֆուտբոլ, պատանի ֆուտբոլիստների, ցավոք սրտի հիմա տենց է։ Հիմա նույն ախր հասկանում եք, որ ասում եք իմ նախորդ ինտերվյուները Թաթուլ հետ Վրաստանի ֆուտբոլի մասին, Վրաստանի ֆուտբոլի ու Հայաստանի ֆուտբոլի համացան մասին հաղորդում արինք, հաղորդում խոսակցություն։ Անցած տարի երևի մայիսն էր։ Այդ վաղ մենք չգիտենք, որ պետք է Վրաստանի հետ խաղանք։ Вообще այդպես խոսակցություն չկար, շանսը չէր երևում, ընդհանրապես ոնց որ համատում էինք։ Հետո եղավ այդ հայտարարակ խաղերը, որ ցավոք սրտի, հա, այդ իմ կարծիքով տրավմատիկ խաղեր է, 12-14 տարեկան երեխեքը սաղքյանք հիշելու են այդ խաղերը, որ տեսել են իրանք, էլի, ինչքան ուժեղ են վրացիք ու ինչքան անօգնական մենք։ Ուզում եմ ասեմ, հիմա հա չեմ ուզում Վրաստանի օրինակը բերեմ, բայց իրանց 21 տարեկանների արդյունքները նայեք։ Անգլիա են հաղթում, ես իմում են հաղթում, ում ասես հաղթում են 21-երը, ասենք, Շվեդիա են հաղթում, Պատճառը մթնոլորտն է, ասես, որ վատ մթնոլորտում պատճառը ոնց ասեմ, ձեզ ախր ասեմ, հիմա լիքը մարդ կարող չհասկանա, դուրները չկա, մատ վրացի ինգեր ունեմ, հետո մի օր խոսում էի իրանց ֆուտբոլիստներից, այդ Ջորջիկ Միկաուտաձեից ասեց, Վարման ջան, ախրենի տենց ինչ վրացիստի վրացերեն նորմալ չի խոսում։ Հասկանում եք, մի հոգի ունեն, որ վրացերեն նորմալ չի խոսում, ու այդ հարցը տենց իրանց հուզում ա, այդ մնացածը տեղի կադրեր են, այդ երկրի դժվարությունների մեջ մեծացած, այդ երկրի երազանքների մեջ մեծացած, ու այդ երկրի գերբը վեկալում գնում խաղում են։ Մեր մոտ ասենք խաղ ա եղել, երկու նիգերիացի ա եղել սաստավ, երկու հայաստանցի, դա նորմալ չի, այսինքն դու այդ երեխուն 17 տարեկան երեխուն ինչ ես ցույց տալի, որ օրը գալու է մի հատ աֆրիկացի իր տեղը խաղա Հայաստանի հավաքականում, կամ երկու հատ հայ, յանի հայ, որոնք հայ չեն, ես է գիտեմ, դուք է գիտեք, մի շատ է չենք խոսում, մարդիկ հայ չեն, բերում ասում են հայ են, խաղացնում են։ Հիմա դա 18 տարեկան երեխու երազանքները ոնց փայես։ Ոնց այդ մարդը մտածի, որ ինքը ասենք ինչ որ ճիշտ մթնոլորտի կամ ճիշտ համակարգի մեջ է եւ իրան հաջողությունն է սպասում։ Ինչ ոնց ինչ օրինակի վրա է դի ցույց տանք էլի իրան։ Ինչ օրինակի վրա ցույց տանք, ասենք Հայաստանի հավաքական 2-3 նատուրալիզացված ֆուտբոլիստ է խաղում, 1-2 ոչ հայ, որ ասում են հայ է, եւ Ռուսաստանի հայեր, որոնք ամենայն հարգանքով այդ թվում Սպերցյանը, որովհետեւ մի անգամ ինտերվյու է տվել, տակը մեկը գրել էր, որ տենց չի նենցա, ինտերվյու կա Նոբելի հետ, կարաք նայեք, որ չեն հրավիրվել Ռուսաստանի հավաքական, որոշել են գան Հայաստանի հավաքական։ Այսինքն մարդիկ, որոնց համար Հայաստանի հավաքականը վերջի վայրենտն է, այսինքն դեռ Ռուսաստան չեն գնում գալիս են ստե, եւ ինչ որ տարբեր արտասահմանցիներ։ Հիմա 18 տարեկան, 17 տարեկան երեխա չասեմ լավ, պատանին
մենք պետք է բան տանք, դուխ տանք, այսպես ասած, կամ հավատներ շնչենք, որ իրան ամեն ինչ լավ ալնելու, արդար ամեն ինչ եւ ինքը տեղ կհասնի։ Այս մտնոլորտում է սենց ալնում, էլի, վերջում է վրացիք, չգիտեմ, քանի հատ, 5 հատ, 6 հատ խփում են, էլի։ Ցավոք սրտի։ Հիմա Վրաստանից է, այդ որ ասում եմ 5 հայ կա եւ խաղացող 6 հայաստանցի կա, դուսը խաղացող, դուսը ամեն տե։ Եվրոպա չեմ ասում, 130 վրացի։ Հիմա երկու երկրի արդյունքներ էլի, այդքան վատ է մեր մոտ ամեն ինչը։ Դինես չէ որ բախներս չի բերեն, նես չի որ ես իմ ինչ իրանք լավ են աշխատում, մենք վատ, այդքան բան։ Վատ աշխատելու մասին ձեր հետաքրքիր ասխալների մասին դուք 10 թվականից վերցեցիք Շիրակը, ձեր օրոք թիմը ծաղկեց, դարձավ Հայաստանի չեմպիոն, գավաթակիր 2 անգամ, Եվրագավաթներում հանդես եկավ, մարզադաշտը վերանորոգեցիք։ Ինչ սխալներ է կարևոր հետ նայեք, երևի չանեիք։ Դե ամենամեծ սխալը ընդհանրապես մտնելն է։ Մնացած սխալները ավելի փոքր են։ Հա, չգիտեմ, դե ցավոք սրտի ֆեդերացիայի հետ հարաբերությունները ես էդ երևի մեղք ունեմ։ Այսինքն մեղք ունեմ, նկատի ունեմ, իմ կարծիքով խնդրեմը դե բան է, էգզիստենցիոնալ է, այսինքն այդպես խնդրեմը նրանից է որ այդ պաշտոն ընտրովի է, ոնց որ նկարագրեցի, այդ հարաբերությունները շատ է խանգարում։ Ես շատ ծանր իմ վրա պատասխանատվություն եմ զգում, ու ես ասենք հասկանում եմ, որ ինչ որ ֆուտբոլիստ կարա հավաքականում խաղա չի խաղում, իմ վրա մեղք եմ զգում, որովհետև համարում եմ իմ լարված հարաբերությունների պատճառով, չգիտեմ, տարբեր տարիքային հավաքակ, ոչ մեծ խնդիրները, որ լարված հարաբերությունների պատճառով անդրադառնում է Շիրակի վրա, եւ ես դե շատ բան եմ, շատ ինձ պատասխանատու եմ զգում, անverջ փորձում եմ ոնց որ հարթեմ, բայց չի ստացվում, էլի վերջան, դե չի ստացվում, ասենք հիմա դա առաջնության վերջի խաղը ոչ կարևոր խաղ էր, ասենք մրցավար, չեմ ուզում բարդացնեմ, բայց շատ բարդ է, էլի։ Շիրակը վերջին մի քանի տարիներին Եվրագավաթներին, բացի որ գավաթի եզրափակիչ էր մտել, չի հավակնում, իսկ գաղտնիք չէ, որ հիմնական եկամուտի աղբյուրը դա Եվրագավաթներին մասնակցելն է։ Ձեր մոտիվացիան այս պահին ակումբ պահելու եւ ինչ հեռանկարներ եք տեսնում։ Իմ մոտիվացիան իմ ակումբ պահելու հետեւյալն է, որ 15 տարի պահել եմ, փառքով պատվով պահել եմ, վերջի տարիները այդքան լավ չի։ Լավ չի նաեւ բյուջեի պատճառով, հա, այսինքն ես այդպես համարում եմ, որ կա սխալվում եմ, բայց համարում եմ, որ մեկը ամեն ինչ կանեմ, որ Շիրակը Եվրոգավաթներ չխաղա, որ անկեղծ ասեմ, դրա հույսը չունեմ, էլի, որովհետեւ եղել է դեպքեր փորձը ցույց է տալի, որ ասենք այդ երկար մրցավազքի մեջ մանավանդ մեծ բյուջեով թմերը կան, երկար մրցավազքի մեջ մեկը միշտ կարան թողեն 5-րդ տեղում, դրա համար փորձում ենք այդ մասին չմտածել։ Հիմա մոտիվացիան այնա, որ ժամանակ ենք ձգում, սպասենք լավ օրերին, էլի, բա ինչ անենք, այսինքն հիմա ես Հայաստանում ուրիշի բանի մեջ չմտնեմ, բայց Սողոմոնյանի բառերից ինչքան հասկանում եմ, ինքը Փյունիկը մեծ հաշվով ձերի փոխանցել է ուրիշին։ Այսինքն այդպես ակումբները գինե չունեն, այսինքն նես չի որ ինչ-որ մեկը կարար Փյունիկը առնի կամ Շիրակը պետք է առնի, հիմա ինչ-որ թաթալաբազներ կարող է մտածեն, գիտեք, Հայաստան ֆուտբոլում մի հատ սև կողմ կա, այդտենց գործերի, այդտենց բաներից հեռու ենք մենք եւ բացառում եմ, բայց այդտենց չեմ կարծում, որ եթե ես որոշեմ Շիրակը ծախեմ, առնողները հերթ են կանգնելու, էլի։ Հայկական ֆուտբոլում երկար տարիներ տեղացի ես ու Բագրատն էինք, հիմա Նոայի սեփականներն էլ մտե, չէ, դա չեմ սխալվում, այդ 3-ս ենք տեղացի, մնացածը դրսի հայեր են եւ մեծ հաշվով մեծ հարց է թե մարդը ինչի պետք է ֆուտբոլի ակումբ պայի, ինչա ստանում կամ ինչ մոտիվացիայով էլի, որովհետեւ շատերին թվում է տրանսֆերներ կան, բան, դա թիվը նորից էլի 6 ֆուտբոլիստ է Հայաստանից, հա, ֆուտբոլ պարապել են գավա այդ տարիներին 8000, 10000, 20000 երեխա 6-ն են բաշարել գնան Եվրոպա, այդքան վատ է մեր մոտ ամեն ինչ էլի։ Այսինքն ինչ տրանսֆերների մասն է խոսքը, տրանսֆերով կարա ակումբ պայի։ Լավ օրինակ կա Վանը, ամենայն հարգանքով Տիգրանի ազգանուն չեմ հիշում, Տիգրանի նկատմամբ շատ պրոֆեսիոնալ տղա է։ Այն ինչ որ արել են հրաշք է, բայց Շիրակը դրանով չի կարող զբաղվի, այսինքն իրանք աֆրիկացի երիտասարդ
ֆուտբոլիստների շատ երիտասարդ տարիքում հավաքում են, բերում ստեղ խաղացնում են, ստեղից, չգիտեմ, Բուլղարիայից Եվրոպա շատ տպավորիչ աշխատանք են անում, բայց էլի ինքը այդ նույն պրոյեկտը կարող է վաղը Հայաստանից գնա Ուզբեկստան եւ ընդ շարունակվի, էլի մեջը հայկական չկա, այդ հայ տղեկը որ կան, ի պատիվ իրա լավ են խաղում, բայց այդ ակումբը լեգիոներների մասին է, էլի մեզ տենց բանը խորը հետաքրքիր չի, որովհետեւ ամեն դեպքում քաղաք ենք ներկայացնում այդ քաղաքի ֆուտբոլիստներ կամ հայ ֆուտբոլիստներ մի շատ ենք ուզում ունենանք եւ մոտիվացիան շարունակելու մեկն է որ ժամանակ ձգենք սպասենք լավ օրերին էլ Իսկ պատմությունը ձեր եւ Արարատ ակումբի երբ Վարդան Սրմակեշի հետ ոնց որ դուք միավորվեցիք չէ որ Արարատի Տենց հիմա էլի տենց միավորվեցինք մի քիչ բան բառա այդ տարի մենք գնում ենք չեմպիոնության Շատ անարդար ձևի մեզնից նախավերջի տուրում խլեց ֆեդերացիան, ու ֆեդերացիան մրցավարը չեմպիոնությունը եւ նոր էին եկել այս ղեկավարությունը եւ ես հասկացա որ իրանց օրոք էլ չեմ կարա ու մեծ հարցեր ինչ անեմ ոնց որ Վարդան Սրմակեշն է իմ ավակ գործընկերն է եւ այդ ժամանակ որոշեցինք որ այդ արած չարածը չկորի Շիրակի ֆուտբոլիստները մարզիչները բան Ոնց որ տենց ժամանակավոր գնան Արարատ փորձեն Արարատով արդյունքի հասնել։ Դե գնացին Արարատով է։ Արարատը այդ մեր չեմպիոնության այդ տարի ֆեդերացիան որոշեց Ալաշկերտին փող տա։ Այս բան չկա աշխարհում։ Ֆեդերացիան որոշեց ինչ-որ գրանտ տա Ալաշկերտին, հետո պարկ տա Ալաշկերտին, հետո սուտ հմեկով ասին որ զալոգա դրած եղե ստադիոնը, այնպես բան չկա։ Ստադիոնը զալոգ դրած չեղե ֆեդերացիան կամ ֆեդերացիան ինչա վարկային կազմակերպությունն է ինչա մրց երկու թիմ պայքարում են չեմպիոնության համար գախնի մեկին փող եք տալի որ ինչ այսինքն դա էլ է դա այսինքն այնա որ Արարատ տենց ֆոն կար որ Արարատին ես օգնում եմ Արարատին զրկին չեմպիոնությունից փող տվին Բագրատին հետո ասին բա դուք դիմեք ձեզ տանք ես մենք դες ոնց կնի ֆեդերացիայից տենդեր բան հայտարարի որ փողերս բաժանում սա ասե դիմենք գախնի փողը վերջ Տենց այսինքն ուզում եմ ասեմ տենց բաներից է այս որ հիմա ես որ ասում եմ եվրո գավաթի հասնելու շանս առանձնապես չեմ տենում հիմա այդ Արարատը չեմպիոններ լինում Գավաթի եզրափակիչ ասենք 90 չգիտեմ 5-րդ չէ 85-րդ րոպեին երկրորդ դեղինը դաշտի կենտրոնում սիմուլյացիայի համար մեր հարցակվողին ասենք դες բան այսքան տարի ֆուտբոլ ենք նայում դες բան չենք տեսել Նոյայդ խաղում ենք շնորհավորից օգտվելով շնորհավոր ենք Նոյայի չեմպիոնությունը Նոյայդ Գյումրիում խաղում ենք դեմա բյուջեով մեզնից շատ մեծ է որակով լեգիոներները 1-0 հաղթում ենք մրցավարը 211 մետրանց է դնում մեր դարպասապահը բռնում է խաղը 1-1 է դառնում խաղի վերջի րոպեներին երրորդ բանն է դնում հիմա վերջը Սուզյանը մարդա չէ հիմա 3-ից 1-ը լավ կասկածելի չէ այտենց 4-րդն է պետք է դներ հա Դարպասապահը որ բռներ 5-րդն էլ էր դնել։ Ուզում եմ ասեմ ցավոք սրտի արդեն իմ փորձը շատ է եւ տենց բաներ չունենք։ Չէ, երազան բաներ չունենք, էլի ավելնորդ հույսեր սիտուացիային adekvat ենք նայում։ Դե հիմա մենք որոշենք փոխենք թմի տրամաբանությունը երիտասարդներին տեղ տանք։ 3 երիտասարդ հասան բանի Շիրակ խաղալու Տարան բկմա ու տենց հատուկ որոշած մի տարի չեն խաղացնում, մի տարուց հետո նոր սկսում են խաղացնել, հիմա մեկին խաղացնում էին հենա հետա գալու, այն երկուսին դեռ չեն խաղացնում։ Այսինքն մարդը Բարսագույն խմբում խաղում է, Բարսագույն խմբի ստանում են եւ մի տարի է, գիտեք որ տարիքն է, որ իրան կարող դրսից նայեն, ինչ որ սկաուտներ տենան, հա, եթե 1-2 հատ ասենք բանանի օգտակար գործողություն Արանքից շարքից հանում են այդ մարդկանց հիմա այդ մարդը ասենք 20 տարեկան նոր հետա գալու նոր սկսի 20 տարեկան է արդեն ուշա նախորդ ինտերվյուներում եմ ասել ֆուտբոլիստ Հայաստանից պետք է 18-19 մաքսիմում 20 դուրս գնա մերնուց 20 տարեկան բկմայից հետ են գալի ուզում եմ ասեմ դա չի ստացվում հիմա այս ակադեմիայի հարցը այսինքն այդ երիտասարդ խաղացնելու բանը հիմա դա քննարկում կա չէ բկման դա լավ է վատ է ինչն է ինչ բկման կա որ բանը չէ մեր երիտասարդական ուժը լինի երիտասարդ ֆուտբոլի բկման ստեղծվելու օրվանից երիտասարդականի արդյունքները նայեք հիմա անվերջ կարելի է խոսալ բայց ինչ
Սողոմյանից խոսացիք, մի քանի հաղորդում հետո ինքն է մեր հյուրը լինելու, ամենից շատ ներդրում անողներից մեկն էր հայկական ֆուտբոլում, երևի Արարատ Արմենիայի հավասար եւ այսպես տխուր ավարտ ունեցավ ամեն ինչ։ Հիմա ամենից շատ խոսում են Նոայի մասին։ Հավատում եք այդ պրոյեկտին։ Նայեք, ես Սողոմյանից մի բան ասեմ, էլի։ Բոլորը իրենց նպատակները բան ունենում են, բայց ֆեդերացիան խաղը կանոնակարգողն է։ Հա, Փյունիկ ունենալով լավ ակադեմիա, ֆեդերացիայի դրած կանոնների պատճառով երևի դե իմ գործը չի իհարկե, բայց շեղվավ այդ գծից, սկսեց լեգիոներներով խաղալ։ Հա, այսինքն դու չես կարող մենակ ուրիշ տեմպով լնես, էլի, եթե ամբողջ 10 թիմը կամ առաջնության կանոնը տենց է, ոնց որ քո վրա էլ է դա ազդում, էլի։ Այսինքն Սողոմոնյանը լավ հաջողությունների հասավ, բայց նաև այդ ֆեդերացիայի լեգիոնար Մանյան Փյունիկի հասավ, էլի, Փյունիկի երիտասարդ ֆուտբոլիստները կամ վերջ որ ասում են ուր են մեր ֆուտբոլիստները, այդ ֆուտբոլիստները չեն խաղացել Փյունիկում, մյուս թմերում ինչ-որ մեկն է կարասի Շիրակում, դրա պատճառով չեն դառել ֆուտբոլիստ։ Ասեք, ես չեմ ասում, ես գիտակցելով են անում, չգիտակցելով են անում, բայց իրանք կոտորում են սերունդը, էլի։ Դե Նոան հիմա ես Վարդգեսին Վարդանյան շուտվանից եմ ճանաչում, ինքը հաջող բիզնեսմեն է, ինչ գիտեմ, ինչով զբաղվել է Վարդգեսը հաջող է եղել, նենց որ Նոան է, ես դե տպավորիչ արդյունքները վերջ ամեն դեպքում բյուջեով եւ ամբիցիաներով նախորդ հայկական թմերից տարբերվում է, մեծ ամբիցիաներ ունի, նենց որ խորը հաջողություն եմ մաղթում։ Արդյոք բյուջեով տարբերվում է նույն Արարատ Արմենիայից ու Փյունիկից են։ Դե ես չգիտեմ հիմա իրանց բյուջեները, բայց այն խոսակցությունները, որ հասնում է, ըստ երևույթին այո, էլի։ Ըստ երևույթին այո, ավելի լավ է Նոայի մասին Նոայի հետ խոսակ։ Ես հիմա մեր դրամաբանություն մի քիչ ուրիշ է, իրանց ուրիշ է բան, բայց ամեն դեպքում տպավորիչ է, ինչ որ շատ չեմ հետևում, բայց գիտեմ, որ բոլոր հայկական ֆուտբոլի առաջնության ռեկորդները խփում են։ Դրա համար շնորհավորում եմ իրանց։ Մեկ հարց եկա, որ չեմ կարող չտալ, էլի ձեր շուրջ ձեր մասին խոսալիս միշտ դա են մատնանշում 17 թվականի չեմպիոնությունը, որ Շիրակը գնում էր չեմպիոնությանը, այնտեղ սկանդալ եղավ, բանանցի ֆուտբոլիստի այդ կաշառելու, հա։ Ես հենց այդ ժամանակ ձեր հարցազրույց վերցրեցի ու ինձ թվում է մենագես չէի, դուք էլի այդ ժամանակ մի քանի հարցազրույց տվել եք, որ ովքեր մեղավոր էին ենթարկվեցին պատասխանատվության, բայց հետագայում ստացվեց, որ կոնկրետ Արարատ Հարությունյանը շարունակեց, չէ, ակումբի հետ համագործակցել, միշտ VIP լոժայում տեսել եմ, գիտեմ, որ տրանսֆերներ նա էր անում։ Սա չի նշանակում, որ դուք էլ ձեր սխալները միջև վերջ հետևողական չեք լինում։ Դե նայեք, հիմա մի քիչ կա սխալ եւ պատիժ, հա, ոնց է այդ բան Դաստոևսկու գիրքը «Преступление и наказание», չէ, ոչիր եւ պատիժ։ Հիմա դեպքը հետևյալի մասին է, խոսակցություն էր եղել, հա, այդ խոսակցությունը եղել էր, բայց պայմանավորված խաղ չէր եղել։ Մենք պատժվել ենք պայմանավորված խաղի համար։ Չէ, փորձի չէ, մենք խաղի համար ենք, 10 հիմա դետալները չեմ հիշում, 12 միավորը խաղի համար էր։ Փորձը քիչ միավոր էր, փորձով չեմպիոն էինք գնում։ Մենք լավ առաջ էինք եւ ինչ-որ մի խաղեր մնացել թե 2 հարմար խաղեր էին, այսինքն ոչ մի պայմանավորված խաղ չէր եղել, բայց մեզնից հանվեց պայմանավորված խաղի միավոր։ Հա, այնքան միավոր հանվեց, որ Ալաշկերտը դառավ չեմպիոն։ Դե հիմա ինչ ասեմ։ Դրանից հետո մենք ու Եվրոպա պետք է խաղայինք, էմոցիոնալ որոշենք Եվրոպայի չխաղանք, չէ՞, մեր տեղը Փյունիկը խաղաց։ Մենք Եվրոպայից հրաժարվանք խաղալու եւ տենց ինչ-որ լավ թիմեր ագին բան եղավ։ Կոդրվավ թիմը, ցավոք սրտի։ Դե հա։ Չէ, հարցս նրանում էր, որ կոնկրետ հանցագործություն փորձ կատարող մարդը շարունակեց աշխատել ձեր։ Դե հանցագործություն փորձ կատարող խոսակցություն եղել էր, հա, հիմա, այսինքն սենց, այն ֆուտբոլիստը զանգել էր, ինչ-որ հիմփող էր ուզել իր հաշվարկներով մենք իրան պարտքեինք բան, Հարոյի մտքով է անցել էր, որ դրա համար է զանգում ըստ երևույթին, որովհետև այդ ֆուտբոլ, հիմա տենց ասում եք, սկսում եմ հիշել, որովհետև այդ ֆուտբոլիստի մասին UEFA-ից բան կար, որ պայմանավորված խաղերի է մասնակցում, որը ֆեդերացիան մեզնից գաղտնի էր բարե, Ուլիսից էր այն վաղ դուրդուց էր, в общем, ինչևից է, հա, դրանից հետո քրեական գործը հարուցվել, Արարատարության այդ քրեական գործով անցել է, քրեական գործը վերջում կարճվել է, այսինքն այդպես հանցագործություն որպես այդպեսին չի եղել, ֆուտբոլային կանոնների խախտում է եղել, որ մենք մեր պատիժը ստացել ենք։ Իսկ մեր պատիժը չէ, այսինքն ոչ ավել պատիժ ենք ստացել։
Գիտեմ, որ այդ դեպքից հետո ձեր եւ Բանանցի հարաբերություններն էին մի քիչ փչացել, հիմա ինչպես են երկու ակումբների միջև հարաբերությունները։ Աշխատանքային, այդպես առանձնապես հարաբերություն չկա, աշխատանքային։ Հա, դե հիմա, չգիտեմ, մենք ամեն դեպքում պայմանավորված խաղ չունենալով պայմանավորված խաղի դուժի ենթարկվանք եւ արդար չեմպիոնությունից զրկվանք, իմ կարծիքով արդար, որտեղ մեր միավորները արդար էին, չգիտեմ բանանց այդ մասին ինչ եմ մտածում, բայց ամեն դեպքում Հայաստանի Հանրապետությունում չկա գետ 1 նորմալ մարզադաշտ, որը կարող է միջազգային խաղեր անցկացնել, Վազգեն Սարգսյանի մարզադաշտն էլ ստիպված երևի միակ տեղն է, որ կարելի է խաղեր խաղալ։ Անդադ խոսվում է տարբեր տարիներին, ես գիտեմ, որ նույն Սողոմոնյանն էր ցանկանում մարզադաշտ կառուցել, հետո ազգային մարզադաշտի գաղափար կար, վերջերս Չելոյանցի հարցազրույցներում, բայց սա էլ է տեղից չի շարժվում։ Ինչու Հայաստանում ոչ մի ձև, եթե ներդրողներ կան, բայց ոչ մի ձև աջակցություն չկա, թե պետական մակարդակով։ Դե ես չգիտեմ, այսինքն հիմա ինչ ասեմ, այդ ոլորտի պատասխանատուներին այդ հարցը պետք տալ, դա իմ թեման չի, ես մի հարցազրույցում ասել եմ, որ Դինամո Թիֆլիսի պրեզիդենտն ինձ ասել, որ Թիֆլիսի ստադիոնը 25 միլիոն դոլարով են իրանք վերանորոգել, իրանք չէ, Թիֆլիսի քաղաքապետարանը, Թբիլիսի քաղաքապետարանը։ Հիմա մտքորը համոզմունք կա, եթե Կիևի ստադիոնը, Թիֆլիսի ստադիոնը, Մոսկվայի ստադիոնները լինում է վերանորոգել, ապա հրաժարանը կլինի, էլի իսկ ինչի չի։ Իսկ լավ ուրիշ դեպք հարցը տամ, ասենք, հիմա ասում են նոր մարզադաշտ, բան, ազգային մարզադաշտ, ի՞նչ է, իսկ հրաժարանը ինչ անելու, քանդվելու է։ Այսինքն ով է այդ մարդը, որ կարա հելնի լուրջ ասի, որ ես այն մարդն եմ, որ որոշեցի հրաժարանը քանդեմ։ Այսինքն եթե ազգային մարզադաշտ, ապա հրաժարանը պետք չի, չէ։ Եթե հրաժարանը պետք չի, պետք է քանդել։ Այսինքն հայկական սպորտի պատմության, ասենք, գլխավոր парքի տեղը կամ պատվի տեղը, ասենք հիշում եք, կարող որոշի քանդել, որովհետև եսին որտե մարզադաշտ է, ասենք ինչ խնդրեմ կա հրազդանի։ Այդ հարցի պատասխանը ես այսպես գիտեմ, կարող է սխալվում եմ, բայց հրազդանը վերանորոգելը ավելի թանկ է, քան նոր մարզադաշտ կառուցելը։ Դե հիմա այդ բանը, բամբասանք խոսակցությունն է։ Չէ, բամբասանք չէ, զուտ շփվելով այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ են ներդրումներ անել, զուտ հաշվարկներով, որ նոր մարզադաշտ կառուցելը ավելի Ոչ մի մարդ չի կարող հրազդանը սարքի, այդ մարդու սարքելու բան չի, որովհետև դե էկոնոմիկա չկա, այսինքն մարդը հրազդանը սարքի, որ ինչ լինի, ներդրած փողերը հետ չի գալու, հիմա ուրիշ է, դուք այդ բաներով մի նայեք, եվրոպական մեծ քաղաքներով մի նայեք, ամիսը երկու հատ մինիմում ֆուտբոլային խաղ ալնում, հələ չգիտեմ ինչեր առնում, բայց Հայաստան մեծ հրազդան ստադիոնում տարին 5 հատ 6 հատ խաղ առնելու, հավաքականի 5 հատ 6 հատ է չի նում։ Չէ, այսինքն ուզում եմ ասեմ, թե մասնավոր ներդրողը ներդրում չի անի, որովհետև անհնար է այդ փողերը հետ բերել, հետի ինչ որ պետական ներդրման մասին է խոսքը, հիմա ազգային մարզադաշտով է կառուցում, ով է խոսում, այդ մարդիկը հրազդանը պետք է սարքեն, ով սարքի։ Դե հիմա չեն սարքում։ Մասնավորը չի կարա։ Չեն սարքում։ Դե չեն սարքում։ Բայց կան սարքում, մասնավորներ, որ նույն վերջի հարցազրույցում Չելոյանցը ասում էր, որ պատրաստ է մարզադաշտ կառուցել, հիմա էլ այնտեղ ասում են, որ այդ տարածքը ինչ որ անթույլ է։ Չէ, Չելոյանցը մարզադաշտը ուզում սարքի Ուրարտուի համար։ Իր թիմն է, լավ է, շատ լավ է։ Իր թիմի համար, բայց այդ մարզադաշտը կարա ծառայի, որ ազգային հավաքականը գոնե նորմալ պայմաններում կարողանա խաղալ, չէ՞։ Համաձայն եմ, հրազդան ինչ անել, քանդել։ Ասենք հիմա պատկերացեք, Վարդգեսն է նոանել է սարքում մարզադաշտ, այն է, վերջին շեմ այդ մարզադաշտը հայտնում 18000 հոգանոց, ազգայինը խաղում է, ոչինչ, հրազդան ինչ անել։ Եվս 30 տարի անցավ, սկսեց քանդվել, բանդե հետո այդ եղավ։ Արդեն քանդվում է։ Հիշում եք ինչպես վերակառուցեցին, վերանորոգեցին Վազգեն Սարգսյանի մարզադաշտը։ Դենց աղոտ ինչ նկատի։ Վազգեն Սարգսյանը դուրս եկավ խաղադաշտ, էկրանների առաջ ասաց հավաքում ենք գումար։ Առաջինը ես եմ տալ, եթե չեմ սխալվում $50,000։ Եվ մարդկանց ասաց, որ եկեք ամբողջ աշխարհի հայերը։ Չէ, վերջ այնտենց բան չկա, աշխարհի հայերը բան ինչ, ասիկե հիմա Հայաստանը մի տարբերակ կա։ Երկիր է, բյուջե ունի, բան ունի, ֆեդերացիան բյուջե ունի, մեր ֆեդերացիայի նախագահը մեծ մարդ է հիմա բանում UEFA-ում, չէ, մեգա պաշտոնյա է, թույլուտեն այդ հարցը։ Հայաստան ֆեդերացիայում ֆինանսական խոսք կա։ Դե կա, ես չգիտեմ կա թե չկա, բայց ուզում եմ ասեմ, մարդիկ ինչ հանգանակ են, Վազգեն Սարգսյանը մալադեց ինչ որ արել է, պատիվ իրա, բայց Հրազդանը ոնց պետություն պետք է։ Այսինքն փակուղի է Հրազդանի։ Չէ, փակուղի չի եղել։ Պետությունը այդքան համար չի հատկացնի։ Ես մի ինտերվյուում Արթուր Մեշյանին եմ ցիտել, ինձ պատմել է, որ ֆեդերացիայի նախագահան հող ուզել ստադիոն սարքել են, վաղ որ քաղաքապետ գլխավոր ճարտարապետ էր, որովհետև Հրազդանը ստանդարտներին չի համապատասխանում։ Արթուր Մեշյանը ասել է, որպես գլխավոր ճարտարապետ, քեզ ասում եմ ստանդարտները բեր։
Տենանք ինչ-ինչի համապատասխանում, ճարտարապետների խումբ կհավաքեմ, կհամապատասխանեցնենք ու էլ խոսակցությունը չի զարգացել։ Այդպես ֆոն կա, որ չի համապատասխանում, չի լում սարքել, շատ թանկ կնստի, բայց փաստաթուղթ չենք տեսել, չէ՞, որ դուք ոչի ես, ասենք։ Հիմա, այսինքն Հայաստանը այս վերջերս, ես չեմ սխալվում, 20-25 միլիոն դոլարով առավ մի հատ Փարիզում, մի հատ Լոնդոնում դեսպանատան շենքեր, որ այդ աշխատակիցները գցենք ավելի լավ շենքում նստեն, որ Հայաստանը դրոշակախված շենքը լավ լինի, այսինքն հիմա Փարիզում 25 միլիոնով շենք կարա, երկիրը որ կարող մարմնի հրազդան չի կարա սարքի։ Այսինքն ինչ ոնց Կա գումարային նվազագույն սանդղակ, որը գիտեք, որ Չէ, չգիտեմ, ընդհանրապես չգիտեմ ոչ մի բան, բայց հրազդանի հետ կապված, բայց գիտեմ, որ ինձ ազգանունը ոնց է Թիֆլիսի պրեզիդենտի անձամբ ինքը ասել է, որ այդ վաղ 22-23 միլիոն եվրո Կալաձե։ Չէ, բանի, Դինամո Թիֆլիսի տերը, պրեզիդենտը, որ 22-23 միլիոն եվրո քաղաքապետարանները ներդրել եւ այդ ստադիոնը սարքել էին, վերջը բոլոր հայ ֆուտբոլասերներն Հայաստանի հավաքականի խաղին այդ ստադիոնը տեսել են։ Եվրոպայի սուպերգավաթերն։ Սուպերգավաթ, հա, լավ ասեք, սուպերգավաթը եղավ, հավաքականները իրանց հաջող խաղեր խաղաց։ Թիֆլիսում երկու հատ լիարժեք ստադիոն կա։ Մեկն է Բաթումում։ Բաթումի եղել է ստադիոնը։ Չէ, բայց Ընտիր Սիրուն, կենտրոնում, Քիփլիկ։ Դե իրանք հիմա ռեգբի ունեն, ֆուտբոլ ունեն, այդ երկու ստադիոնում խաղում են, այսինքն խորը ուժեղ սպորտային կյանք ունեն այդ մեծ ստադիոններում։ Ես հիմա Թիֆլիսում եմ, հեսա բանի հետ խաղ ունեն ռեգբի Իռլանդիայի հետ։ Տոմս չկա։ Վրաստան-Իռլանդիա խաղին տոմս չկա։ Այս Բաթում ռեգբի եմ եղել, էլի լիքներ ստադիոնը, 18000 մարդ ինչ։ Չէ, նենց որ չի կարա չսարքվի Երազդանը։ Պատկերացրեք, ասենք դեպքեր այդտեղ զարգացած լիներ, մարզամերգային համալիրը համարվեր, որ ինչ որ լավ վիճակում չի, ու դες փագլներ կլներ։ Դե կարող է լինել։ Դե հիմա Սենց ընդհանրացնենք վերջում, ինչ որ լավ բան կա, որ լավ նոտայով կարողանանք հարցազրույցն ավարտենք, որ մի բանը մեզ ուրախացնի ֆուտբոլասերներին։ Դե բան կա, հա, ֆինալ կա Ինտեր Paris Saint-Germain, հուսով ենք Մխիթարյանը դառնա չեմպիոն, դա հայկական ֆուտբոլ։ Ձեր էկրանում եմ ասում, Սպերսյանը դեռավ չեմպիոն, սիրուն կադրեր, եւ Մխիթարյանն է պետք է ցավոք սրտի չեմ մտնելու, Ստամբուլի խաղին էի գնացել, ես մեկին չեմ մտնելու, բայց ես կարծում եմ Մխիթարյանը արժանի է դրան, գոնե այդ ուրախությունը կունենանք, էլի չեմպիոնների լիգա հաղթած հայ կլինի։ Ես է հուսամ, որ մոտակա 10-15 տարին չենք հիշի, որ ունեցել ենք Մխիթարյան, ոնց որ երկար տարիներ Արադիո 73-ն ենք հիշում ու անգամ ես որ այդ սերունդից չեմ, միևնույն է լսում էի, որ մենք ունեցել ենք Արադիո 73 ու հիմա վաղ կա, որ գալիք սերունդները ասելու են ժամանակին եղել է Մխիթարյան եւ վերջ։ Ձեզ համբերություն, ձեր գործերին հաջողություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։